Մեծագույն հերոսը ընկավ ոչ թե սրից, այլ կախարդանքից։ Բարիգալուստ Մսրի մութ ծուղակը։ Մելիքի մահից հետո մեծ մհերը հավատարիմ իր երթմանը մեկնում է արաբական անապատներ, բայց այնտեղ նրան սպասում է ոչ թե ազնիվ կռիվ, այլ Իսմիլ խաթունի նենգ դավադրությունը։ Մութ ծխով լի օրիենտալ պալատում Իսմիլը գայթակղում է հերոսին կախարդական թունդ գինիով։ Գավաթը դատարկելուն պես մշուշը պատում է մհերի աչքերը, հսկայի կամքը կոտրվում է։ Կախարդված հերոսը մոռանում է Սասունն ու իր տունը, եւ այսպես անցնում է 7 երկար տարի։ Այս մութ միստիկ կապից պալատի ստվերներում լույս աշխարհ է գալիս նոր կյանք։ Դա փոքր Մսրամելիքն էր, խավարի զավակն ու Սասունի ապագա կործանիչը։ Մինչ սասնասարերը սգում են իրենց արքայի կորուստը, Մսրը զորանում է սև մոգությամբ։ Դավթի ապագա ոխերիմ թշնամին արդեն ծնված է, էպոսի ճակատագիրը ընդմիշտ փոխված է։ Կկարողանա մհերը արթնանալ այս մղձավանջից։